Խնդրեմ ներկայացրեք որ բանկից եք տուժել եւ կոնկրետ հիմա ինչ ուղերձով եք այստեղ, գուցե նաեւ քաղաքացիներին զգոնության կոչ անելու։ Իդրամ հավելվածի միջոցով եմ տուժվել, վարկ ձևակերպելու միջոցով, այսինքն հարցում պետք է կատարվեր արդյոք ինձ ինչքան վար կատարվում ու ինչ տոկոսադրույքով հարցում եմ կատարել, ինձնից մենակ հեռախոսի համար են բանջը։ Հեռախոսիս համարը գրելուց հետո ինձ հարցում է գալի, որ եթե Իդրամից օգտվում եք, ձեզ նույնականացնում ենք հեռախոսի համարով։ Ու ինձ SMS է գալի անգլերեն լեզվով, որը որ ես ստացել եմ Իդրամ հավելված դրամապանակը քաշելուց, ասենք 2023 թվականին, նույն առոգանությունը տար առ տար։ Ստացել եմ 2025 թվականի մարտի 19-ին։ Զուտ կոդը հավաքել եմ ու աչքիս առաջ հեռախոսից վրա տեսա գումարը ոնց պակասեց։ Մոտավորապես 40 վայրկյան կամ մի րոպե հետո բանկում եմ եղել, որ ասում եմ բան արեք էլի, սաղ սարացրեք իմ հաշիվները, որտեղ փողերս կարճ ասած տանում են։ Ասում են դիմում գրեք։ Ասում եմ մինչև դիմումը գրեմ, սարացրեք մինչև դիմումը կվերջացնեմ։ Այդ ընթացքում, որ ես բանկում եմ, նորից SMS-ա գալի 60,000 դրամ։ Այսինքն նորմալ էր, պիտի պարտադիր դիմում գրի։ Իսկ երեք ես իմացա, որ դիմում գրելուց հետո էլի 10 օր պետք է անցնի, նոր իրանք հաշիվները սարացնել։ Այդ ինձ ասել են ID բանկից։ Նայեք, մի քանի անգամ բողոքի ակցիաների եք մասնակցել, ինչու ըստ ձեզ համապատասխան արձագանք չկա, ինչու այդ վերահսկողությունը չկա։ Որ աշխատենք կլինի, էլի։ Որ աշխատենք կլինի։ Դրատամիջոցներով ենք ուզում մեր ձայնը հասցնենք տեղ։ Չգիտենք էլ ինչ անենք, որ սենց չանենք։ Ուրիշ ձև չկա։ Իմ կարծիքով։